Ողջույն հարգելի հայրենակիցներ, մենք այս պահին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում գտնվում ենք Մալաթիա Սեբաստիա համայնքում։ Արի, ուզում ես նկարվես։ Արի, չէ։ Միաման չի լավ։ Մենք գտնվում ենք Մալաթիա Սեբաստիա համայնքում եւ քարոզարշավը իրականացնելու ենք Երևանի այս վարչական շրջանում։ Դուք տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը բավականին հիստերիկ պահվածք է դրսևորում եւ անցել է անձնական վիրավորանքների, սա խոսում է այն մասին, որ նրա մոտ փաստարկի պակաս կա, իսկ նման դեպքերում կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ճվճվալ, կարող է գոռգոռալ, կարող է իր կերկերուն ձայնով փորձել մարդկանց հունից անել, բայց դա իր մոտ չի ստացվելու։ Հայտնի ժողովրդական խոսք կա, ավելի ճիշտ երկու խոսք կա։ Մեկը ասում է հաչան շունը չի կծում, մյուսը ասում է շունը կհաչի, քարավանը կգնա։ Այնպես որ մեր հիմա քարավանը արդեն կշփվի Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչների հետ։ Հա, բարև ձեզ, հազար ներողություն։ Ոչ, ներողություն մի խնդիր։ Բալեր, ես ուզում եմ գնամ մեր Ղարաբաղը։ Քաղաք Մարտունի։ Տատի ջան, այս պահին բոլորս դժվար է, այս պահին դժվար է, բայց մենք կռիվ ենք տալու, որ Արցախի արցախցիների վերադարձի իրավունքը նախ պաշտպանվի։ Այո։ Այս պահին ցավոք սրտի այնպիսի վիճակ է, որ հիմա նույն Հայաստանը մեր Արցախի ճակատագրին կարող է արժանանա, եթե սրանք մնան իշխանության։ Արցախցիները գոնե լավ էներ, որ Հայաստան կարողացան գան։ Լավը իհարկե չակերտավոր, շատ սարսափելի է։ Նիկոլ Փաշինյանը անձամբ ինքն է հանձնել Արցախը, սա բոլոր արցախցիներն են, մեր հայաստանցիներն են գիտեն։ Հիմա մենք պետք է պայքարենք, որ Հայաստանի անվտանգությունը պաշտպանվի, Հայաստանի անվտանգությունը պաշտպանվի, բարեկեցիկ կյանք ունենանք, պաշտպանենք, կռիվ տանք արցախցիների վերադարձի իրավունքի համար, նաև արցախցիներին օգնենք, որպեսզի կարողանան այստեղ իրենց վատ չզգան, ինտեգրվեն, որ հետագայում արդեն հասկանանք ինչ պետք է տեղ։ Ձեզ է շնորհակալություն։ Խոնարհվում եմ ձեն առաջ Մայրի ջան, իսկ մի հատ բան ասեմ։ Նրանք ովքեր կասեն, որ վաղը Արցախը հետ ենք բերելու, իրանք խաբելու են, ես չեմ ուզում խաբել։ Դե ով է ինչ ասում։ Արկածախնդրություն է։ Մի հատ հայտնի բանաձև ունենք, ասում ենք, ով որ չի ափսոսում Արցախի կորստի համար, այնի սիրտ, հոգի ու միտք չունի ու հայ չի։ Իսկ ով որ մտածում է վաղը կբերենք Արցախը, նա խելք չունի։ Հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը այսօր անվտանգ պահենք, այո, եւ զարգացնենք ու հետագայում արդեն արցախցիների վերադարձի իրավունքը ապահովենք, ոնց որ իրանք պայքարեցին, այսպես ասած, ու մի հատ Նիկոլ իրանց օգնեց, որ կարողանան Արցախը վերցնել, որովհետև դա դավաճանաբար հանձնվել է, մենք էլ պետք է մեր երկիրը պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Այս պահին մենք հիմա Հայաստանի անվտանգության խնդիրը պետք է լուծենք։ Ոչ մեր տղա ջանը ասում քեզ։ Իհարկե Մայրիկ ջան, ինչի մասն խոսում։ Տղա ջան, որ գալիս են, այս զոհվածները խոնարհվում են էլի։ Մենք պետք է ձեր առաջ խոնարհվենք։ Մեն տղա ասում, դեր Ղարաբաղը դարձես, մեր տղա քեզ Ղալաթ է։ Ասում եմ, այդ մեր Ղարաբաղը տղեկե կայնեցեն, մեր էլի։ Ղարաբաղը բոլորին սա ինչ նշանակում է։ Գիտեք ինչ, ամեն տիպի հիմարեկը հանդիպեն։ Ամեն տիպի մարդ։ Մայրիկ ջան, ամեն տիպի մարդ է կհանդիպի, բայց դա իմացեք, որ մեծամասնության կարծիք չի։ Դա Նիկոլի քարոզած այդ բանը թեզերի շրջանակներում դարել է զոմբի, ով որ ասել է, ու մեծաշով հիմար է։ Ինքն չի հասկացա թե ինչ ասում, այնպես որ եթե որևէ մեկը մեր քաղաքացիներից վիրավորում է ղարաբաղցիներին, ես իրանց փոխարեն ներողություն եմ խնդրում բոլոր ղարաբաղցիներից։ Բալես, մի խնդիր։ Չէ, ես ասում եմ Ինչ մեղավորը։ Այնք ասել է, տեսա մի քանի օր անցել է, տեսա կաղում է։ Ասում ինչա պատահել։ Այո, ընկել եմ որտեղ մեծ մանն կա, են կոդրել է։ Ասված գլխավոր շոտը մտնում։ Գիտեք ինչ պետք է ասեք։ Պետք է ասեք ինչով օգնեմ քեզ։ Թող ինքը վատը զգար։ Շոտը իվո։ Չէ, տենց դեպքերում մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, թող իրանք ամանչեն իրանց ասածից ու արածից։ Մի անգամ էստեղ գալիս, որը էս խաչը։ Էս խաչն
մենել պենը, ես փողը, գտել եմ, երկու տղակա, էլ եմ մեր շենքում, ասամ խաչիկ, ռուբոտ ասա չէ, պատճամ, քողսմատ է ոչ մեկին միտու, սի փողը, Ճիշտ է սա։ Իդել արել եմ, Դե լավ կլինի Մայրիկ ջան, շատ շնորհակալություն որ եկել եք այս վիճակով մեր հետ հանդիպելու։ Ոչինչ, Ձեզ Աստված երկար տարիների կյանք տա, առողջություն տա։ հարգում եմ ու հարգալեն եմ, թեկուզ տարիքը փոքր ես, իմ բալես ես, Շատ թեկուզ շնորհակալ եմ։ я не родила вас, но я балес եմ ասել, даже իմ բժիշկը որ ոտս օպերացիա արել, տաճան, քեզ ես քնում, ասում ինչի, ոտս աղ կտրիս չէ, միջի ես կան կտրին, տեսամ, ես սիրուն տատին ոտը խեյա կոտրվել, ուղը խմած ես, ասում պալչովի չէ, Դու շատ պինդ ես, մի վախի։ Ասմա, ատե դրա համար չես քնում։ Հա, հասկացա։ Քեզ ես զրույցում անում, չի կարելի, ասմա կարելի է, զրույցի, հաճելի է։ Հա, իհարկե։ Դոկանցավ, օպերացիան անել է, զրույցել եմ, ուժը պիտի պալատը տանի, տեսա, աշկերես գնաց։ Դե առողջություն քեզ Մայրիկ ջան, եկեք մեր Մայրիկին ծափարենք։ Ապրես Մայրիկ ջան։ Ապրես Մայրիկ ջան։ Ջան մնացեք, ուր գնաք, հաջող կյանք ձեր ընտանիքի մեջ։ Անպայման։ Մի հատ Մայրիկի հետ նկարվենք մենք։ Նկարվենք։ Հա, մի հատ նկարի տատի հետ։ Ահա։ Մի րոպե կներեք։ Ահա։ Մեր Ղարաբաղի տատի պապին եղանք էլի։ Չէ։ Այո։ Լավ։ Ապրես Մայրիկ ջան, դե գնա տուն չմրցես, անձրևա բանա։ Չեմ մրսու։ Հա։ Շատ եմ հագել։ Համենայն դեպս մենք վաղեմի ճանաչողներ ենք, ես իհարկե ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ եւ այլն։ Ձեր ընտրությունների ժամանակ ես իհարկե մի հարց եմ բարձրացնում, որ բոլորին կհետաքրքրի, առավել եւս մեզ բոլորիս իհարկե քաղաքապետերի ընտրությունների ժամանակ ես իհարկե ամենայն նպատակով եւ ցանկությամբ ես քվեարկեի ձեզ գնացել եմ 60 տեղամաս Ագատի շենքերում էր նախապես Ագատի շենքերում էր գնացել եմ Ագատի շենքերի մոտ 60 տեղամասը որտեղ է մի քանի իհարկե մանգալով սրան հարցնելով նրան հարցնելով էդի խսմական Ահա մի խոսքով ոչ մեկը չգիտեին, ասում են չգիտեին։ Մինչև կարողացել եմ ես գտնել, որ 60 տեղամասը տեղափոխել էին արարության մասից 116 Հիմա դու գիտեք ձեր ընտրատեղամասը։ Ես հիմա չգիտեմ, դատել դերերը շոկ։ Մի հատ օգնեք շտաբը, մեր շտաբում ասեք, թող մտնեն այդ ռեգիստրում մի հատ նայեն։ Չէ, իմ ասելը որն է, որտեղ այդ նույն օրը քաղաքապետարանի ընտրության ժամանակ գիտեք ինչքան քվեարկողներ եկան եւ վերադարձան, որովհետեւ տեղամասը տեղափոխել։ Դե հիմա ես ձեզ պետք է խնդրեմ, եթե դուք չեք կարողանում մեր շտաբին դիմեք։ Կարող եմ, ես հիմա մենք ունենք իմ գրասենյակ, ես գրասենյակի պատասխանատու հանձինս մեր Ուրեմն մնացած քաղաքացիներին օգնեք։ Մեր բոլորին էլ օգնելու պատրաստ ենք, որտեղ ես Չէ, օգնեք որ գտնեն իրանց տեղամասը գնան քվեարկության անպայման։ Դե ձեր որ ասում եք տեղամասերը խաղ։ Այդ 60 տեղամասը ու տեղափոխել։ Այո, պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին։ Հա մենք պատրաստ ենք մեր տղաների հետ Շատ շնորհակալություն։ աշխատում ենք մեր աշակերտներին։ Շատ շնորհակալություն։ Մենք համենայն դեպս Շատ շնորհակալություն։ շնորհակալություն որ լսեցիք։ Հա, խնդրեմ, ինչի մասն է խոսքը։ Շնորհակալություն։ Երեխեք համար 7, գիտեք, չէ՞։ Դե մի հատ հələ, էսի 7 համարն էլ հակել ես, ապրես։ Ֆուտբոլ եք խաղում։ Հələ մի հատ գնդակը բերել։ Ինչի բերում։ Հələ մի հատ շուտ արա։ Հəլտենամով ոնց է խաղում։ Հələ մի հատ խաղացեք տենամով է լավ խաղում։ Մենք կարանք բալևոն չայկամ։ Հա, 21 խաղա։ Կամ արի իրար կարում ես լավ խաղաս։ Արի իրար պաստալով խաղանք, որ գետնի չընկնի, մի հատ չխառնենք։ Չէ։ Մենք իրար հետ բալևոն խաղանք։ Գետնի չընկնի։ Տուր, պաստուր։ Կարանք մենք հաջորդ իրար հետ բալևոն։
Այ մենք է բալեբոլ։ Ուլու։ Լավ էր։ Արի։ Կարա՞մ ենք բալեբոլ խաղալ։ Ոյ, եսի։ Նա դուկա։ Давай։ Տուր գլխով։ Տուր գլխով։ Տուր։ Տուր, մի հատ գցեմ։ Տուր։ Մենք կարող բալեբոլ խաղանք։ Օպա, գնացին։ Всё։ Գնացին։ Գնացինք թող Արմեն նենց։ Всё, 7 համարի։ Նենց։ Արմեն ասում։ Գնացին, բարեցես։ Բարեցես։ Ոնց եք։ Նորմալ, մեսի։ Միկրոֆոնը։ Արմենը։ Հարգելի երևանցիներ։ Մալաթիա Սեբաստիա համայնքի հարգելի բնակիչներ։ Հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Սրանք սովորական ընտրություններ չեն։ Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու Հայաստանի եւ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ձեր մասնակցությունը ընտրություններին շատ կարևոր է, քանի որ դուք ընտրություն եք կատարելու այն հարցում, թե մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե դառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Մենք ունենալու ենք անվտանգ երկիր, թե արժանանալու ենք Արցախի ճակատագրին։ Հարգելի քաղաքացիներ, ձեր ընտրությունը շատ կարևոր է եւ հունիսի 7-ին մենք միասնաբար պետք է մերժենք Ալիևի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում հունիսի 7-ին քվեարկել համար 7 քվեաթերթիկին։ Մայր Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Դուք շատ լավ գիտեք, որ Մայր Հայաստանի ավականու անդամները ամեն օր 24-ժամյա ռեժիմով ձեր շահերն են պաշտպանել, բարձրաձայնել են ձեր խնդիրները եւ գնացել են այդ խնդիրների լուծման հետևից։ Դրա համար մենք պարզ երեսով կանգնում ենք ձեր առաջ եւ ակնկալում ձեր քվեն։ Մենք Բարգավաճ Հայաստանի հետ միասին կոնսոլիդացված, դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ միասին կոնսոլիդացված, հասարակական տարբեր կազմակերպությունների եւ ակտիվ անհատների հետ կոնսոլիդացված մասնակցում ենք այս ընտրություններին եւ նպատակ ունենք ձևավորել նոր իշխանություն։ Դրա համար կոչ ենք անում հունիսի 7-ին քվեաթերթիկ ապրեք, երեխեք հետ մի հատ էլ այդ վանկարկումը փորձարկենք, որ գնանք, տունը չեն ջղայնանա, չէ՞ որ մեր հետ կա։ Հունիսի 7-ին դու պետք է ասեք համար 7-ին։ Հեն այն տղայի համարով, Ռոնալդոյի համարն էլ հագել է։ Հունիսի 7-ին քվեաթերթիկ ասեք համար 7։
Դե Ժորժ ջան, քանի որ sense միասնաբար սկսելու ենք, ուրեմն մի հատ է կարգախոս կա, դա միացիր որ փոխենք նա։ Միացիր։ Միացիր։ պատշգամբներից եւ իրենց պատաններից հետևող մեր քաղաքացիներին մենք ողջունում ենք ձեզ։ Մենք համար 7-ն ենք, քվեաթերթիկ համար 7։ Ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, որպեսզի մենք մերժենք Ալիևի թեկնածուին։ Հավաքական ընդդիմությունը բոլոր հարցումներով, ուսումնասիրություններով հաղթում է այսօրվա ապիկար իշխանությանը եւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հիստորիկացել է ընկել է մեյդան։ Բայց նրա հիստերիկությունը ցույց է տալիս, որ իրանք էլ են տիրապետում այդ տեղեկատվությանը, դրա համար էլ փորձում են երկու բան անել։ Մեկը, որ մարդիկ չգնան քվեարկության, մյուսը վախի մթնոլորտ տարածելն է։ Բարի ձեզ։ Բարի ձեզ, Ժորժ ջան, ողջունում ենք ձեզ։ Կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Անպայման ծանոթացեք եւ ծրագրերին եւ թիմերին։ Ողջունում ենք ձեզ, Ժորժ ջան, ողջունում ենք ձեզ։
Բարգավաճ Հայաստանը տարբեր քաղաքական ուժերի Մայր Հայաստանի դեմոկրատական այլընտրանքի եւ հասարակական կազմակերպությունների հետ մասնակցում է այս ընտրություններին։ Մեր քվեաթերթիկը 7-րդն է եւ մենք ձեզ կոչ ենք անում անպայման քվեարկել համար 7-ի օգտին։ Բարև ձեզ։ Հարգելի քաղաքացիներ, այս իշխանությունները 8 տարվա ընթացքում 8 միլիարդ դոլարով ավելացրել են պետական պարտքը։ Ձեզ խաբում են, որ Արցախը հանձնեցինք, Հայաստանի տարածքները հանձնեցինք, բայց զատո ասֆալտ ենք անում։ Մի հատ թեթև ձուն, թեթև անձրև ու պարզվեց, որ այդ ասֆալտի փուչիկն էր լավ փչած ու իրանից իրականում ոչինչ չեն ներկայացնում, քանդուկ հարապ եղավ։ Այդ չեմ խոսում բակային տարածքների մասին, մյուս խնդիրների մասին, նույն տրանսպորտը այս հատվածում ինչ վիճակի մեջ է, կանգառներ հասնելու համար դուք հսկայական տարածքներ եք անցնում։ Համատիրությունների աշխատանքը նույն անմխիթար վիճակում է։ Մենք ձեզ դրա համար կոչ ենք անում, որ պետք է համապետական մակարդակով փոխել իշխանությունը, որպեսզի հետագայում դա արդեն շղթայական ռեակցիայով բերի եւ Երևանում իշխանափոխության, որպեսզի մեր խնդիրները լուծվեն եւ Գյումրիում, եւ Վանաձորում, եւ Էջմիածնում, եւ մյուս բոլոր համայնքներում։ Այնպես որ հունիսի 7-ին քվեաթերթիկ Միացիր! Միացիր! Հունիսի 7-ին! Հունիսի 7-ին! Քվեաթերթիկ համար! Քվեաթերթիկ! Միացիր! Միացիր! Սիրելի Մալաքիա Սեբաստիան վարչական շրջանի մեր հայրենակիցներին ողջունում ենք։ Մենք համապետական ընտրություններին մասնակցում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քվեաթերթիկում համար 7-ն է։ Սիրելի Մալաքիա Սեբաստիան վարչական շրջանի բնակիչներ, ձեզ խնդրում ենք ակտիվորեն մասնակցեք։ Վերջ տակ հենց Երևան քաղաքում տեղի ունեցող ապօրինություններին, վերջ տակ ես քաղաքացիների, վերջ տակ ես գույք քարտի 100% քաղաքացիանը, աղբանության քաղաքացիանը, տարբեր տեղական թուրքերի քաղաքացիանը, հայտարարակ տրանսպորտը, ոչ բարեփոխված, որ եկան ձեզ խաբեցին եւ քաղաքացրեցին, ու նմանատիպ այլ բաներ, քաղաքացիական պայմանագիրն ու հարաբերություն կցող կուսակցությունը ձեզ խաբեց սա 3 թվականին, կորզեց ձեր ձայները եւ իշխանություն վերցնելով քաղաքացիներ բերեց եւ ձեր կյանքում ոչ մի բան դեպի դրականը չի փոխվել։ Սիրելի ժողովուրդ, անպայման մասնակցեք, տեղ կանգնեք, այսինքն ես գործելավոճը, որ մուռ էր անում ձեզանից թանկացնելով ամեն բան եւ ձեր կյանքը բարդացնում են, մասնակցեք ընտրություններին եւ ձեր մի քվեով ապացուցեք, որ ինչքան իրենք ուզում էին ձեզնից մուռ անել, հակառակ պատկերը ստացվեց։ Եթե 23 թվականի քաղաքացիական պայմանագիրը 9% ձայն ստացել, ձեր բարձր մասնակցության արդյունքում Ավինան Տիգրանն ու իր փոքրիկ խմբակին պետք է հունիսի 7-ին, երեկոյան ժամը 7-ին ուղարկել իրենց գործերին։ Այնպես որ հունիսի 7-ին
Սիրելի ժողովուրդ, անպայման մասնակցեք, տեղ կանգնեք ձեր քվեին, տեղ կանգնեք ձեր ձայնին եւ այնպես արեք, որ այս փոքրիկ քպան եւ հանրապետություն կցող կուսակցությունը վերադառնան իրենց գործերին եւ Երևան քաղաքը ազատենք այս մարդկանց ճիրաններից։ Նախ ողջունենք մեզ պատշգամբներից հետևող մեր քաղաքացիներին, Ժողովուրդ ջան, ծափահարություններով անպայման մասնակցեք ընտրությանը եւ արեք այնպես, որ համատեղ ջանքերով միասնաբար մերժենք Ալիևի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին Բայց ես մայրիկ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը, ծանոթացեք մեր ծրագրերի, մեր ծրագրերում բազմաթիվ առաջարկներ կան եւ թոշակառուների հետ կապված, որը մենք առաջարկում ենք, որ նվազագույն զամբյուղին մոտեցնեն եւ 27 թվականից սկսած փուլային տարբերակով հասցնենք 100,000 դրամի։ Եվ ուսանողների հետ կապված առաջարկ ունենք, որ ոչնչով պակաս չենք Վրաստանից, որ կրթությունը անվճար է դարձրել։ Մենք էլ ենք նույնը առաջարկում եւ դրա հնարավորությունները կա։ Նաև բիզնեսի համար առաջարկներ ունենք, որ հարկային տերորից զերծ լինի բիզնեսը։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը, մենք համար 7-ն ենք։ Ուրեմն մենք առաջարկներ ունենք նաև խաղաղության եւ անվտանգության հետ կապված։ Սրանք պատերազմ են բերում, իսկ մենք երաշխավորված խաղաղության շատ հստակ մշակված ծրագիր ունենք։ Այնպես որ ուշադիր ծանոթացեք ծրագրերին, անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեով որոշեք մեր երկրի ճակատագիրը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, Հայաստանը արևմտյան Ադրբեջան է դառնալու, այնպես ինչպես որ Արցախը հայաթափվեց։ Դա որևէ կերպ չի կարելի թույլ տալ։ Մենք 21-րդ դար չենք հասել նրա համար, որ ինչ-որ թափթփուկներ կան, տիրեն մեր պետությանը, իրենց պահեն թշնամու դիվերսանտի պես ու մեր երկիրը հանձնեն Ադրբեջանին ու Թուրքիային։ Մենք դեմ ենք այդ քաղաքականությանը եւ ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկել համար 7-ի օգտին։ Մենք համոզված ենք, ողջունում ենք Ժորժ ջան, եկեք դա ծափարենք մեր քաղաքացիներին։ Ապրեք Ժորժ ջան, ակտիվ, միասնաբար, գնում ենք դեպրատարած, ներժում ենք այս ստախոսներին, այս կերտիկներ տարածողներին, Արցախը հանձնողներին, Հայաստանի տարածքները հանձնողներին, Թալանի դեմ խոսալով իշխանության եկած, բայց Թալան չի դարձածներին, մենք բոլորս պարտք ունենք մեր նախնիների ու մեր երեխեքի առաջ, մեզ վճռված է կանխորոշիչ դեր կատարել եւ այս ընտրություններին փոխել մեր երկրի ընթացքը դեպի անվտանգություն, խաղաղություն եւ զարգացում։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին քվեաթերթիկ միացիր Այո
կագրված Աստոտի վրա հավատ կականգնած Այստեղ նորից ճանապարհ է բացվում Ապակյանն ենք հավատով կրվում
Հարգելի հայրենակիցներ, այս պահին մենք մեր այսպես ասած համատաբար կարճատև քարոզարշավը արդեն ավարտում ենք զուտ եթերի ռեժիմով։ Իհարկե անձրևը որոշակի մասով խանգարեց, որպեսզի քաղաքացիների հետ ավելի ինտենսիվ շփվենք, բայց դա կապ չունի, մենք մեր մեսիջները փոխանցել ենք եւ ամենակարևորը կոչ ենք անում, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին եւ իրենց քվեով փոխեն այս իրավիճակը։ Մենք համար 7-ն ենք, հիշեք, եւ կոչ ենք անում ձեզ, որպեսզի հունիսի 7-ին ընտրեք համար 7-ին։ Առայժմ այսքանը, մենք կհանդիպենք Երևանի բոլոր վարչական շրջաններում, կձգտենք գրեթե բոլոր բակերով անցնել, նաև տնետուն տարբերակով կշփվենք երևանցիների հետ եւ բոլորիդ կոչ ենք անում նաև ուշադիր հետևել քարոզարշավին եւ օգտագործեք այն տարբերակը, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս մղվի պետական համակարգից։ Առայժմ այսքան։